Այսօր ես ուզում եմ ձեր հետ կիսվեմ, որ Հիսուսը չի փոխվում, նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան, ու ուզում եմ, որ մենք Հիսուսի օրինակին հետևենք, լավ, ինչու, որովհետեւ եթե Հիսուսը չի փոխվում, դա մեզ համար մեծ հույսի դուռ է բացում, որովհետեւ եթե մենք մտածենք, որ ինքը փոխվել է ինչ-որ հարցերի շուրջ մեր կյանքում եղած, մեր հարցերի մեջ եղած, մեր խնդիրների մեջ եղած, մենք կմտածենք, թե լավ, երևի Հիսուսը այսօր մեր հանդեպ այդքան էլ սիրով չի, այդքան էլ բարի չի, այդքան էլ տրամադրված չի, որովհետեւ երեք մի հատ անշնորհքություն եմ արել, որ իրան էլ նեղացրել է։ Բայց գիտեք, Հիսուսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Երբ որ մենք այս խոսքերը լսում ենք, պետք է մի բան գիտակցենք, որ ինքը չի փոխվում, բայց մենք ենք փոխվում։ Որտեւ եթե ինքը չի փոխվում, նշանակում է, որ ինչ որ մեկը պետք է փոխվի։ Մի օր մեկը ասեց Տեր ընձի թողելա։ Ես ասի սուտ է։ Որտեւ ճիշտ կլինի ասել, որ ես եմ Տիրոջը թողել, որտեւ ինքը ասել է ես քեզ չեմ թողի, իսկ ինքը սուտ ասան չի։ Մենք հաճախակի գիտեք բաներ ենք ուզում վերագրենք Հիսուսին, որ կապ չունի իր հետ։ Նա նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Եթե ինքը ասում է ես քեզ սիրել եմ մինչև վերջ, հավատացեք, որ ինքը հենց այդպես տրամադրված է քո հանդեպ։ Քեզ պետք է դրա հետ համագործակցել, որտեվ Հիսուսը չի փոխվում։ Եթե ինքը ասում է ես ոչ մի բան չեմ խնայում քո համար, ես մինչև վերջ կանգնած եմ քո համար, իրականում ինքը այդպես էլ կանգնած է։ Նա ոչ մի բան իր ասածների մեջ սուտ չի խոսացել նա մինչև վերջը, ու մենք պետք է դրա հետ համագործակցենք։ Ուրեմն, իմ այսօրվա քարոզի թեման գիտեք որն է։ Ես մի հատ sense արտասովոր վերնագիր եմ դրել։ Հիշեք, նայեք, նմանվեք։ Հիշեք, նայեք, նմանվեք։ Շատ հավեսով եռյակ է։ Հիշեք, նայեք, նմանվեք։ Հիշեք, նայեք, նմանվեք։ Կհիշեք։ Լավ։ Վերնագիր շատ ուժեղ գրավի ուշադրությունը։ Հիշեք, նայեք, նմանվեք։ Դուրս եկավ։ Ուրեմն, այսօր ես խոսքս խոսալու եմ հենց Հիսուսի հետ կապված հարցերի շուրջ, ու ես հավատում եմ, որ մենք ինչպես եկեղեցի պետքա հիշենք, ինչը հիշենք, եւ նայենք, ինչը նայենք, եւ նմանվենք, ինչին նմանվենք։ Լավ, այս երեք ուղղություններով մենք այսօր մի քիչ իրար հետ ժամանակ կունենանք։ Առաջի բաներից մեկը ուզում եմ կարդամ Եբրայեցիներ 13-ի 7-8 խոսքերը։ Իդեպ ասեմ ամբողջ 13-րդ գլուխը այնքան գանձեր կա մեջը, որ կարդում ես, ուզում ես ամեն ինչը խոսած, բայց հասկանալի է, որ ժամանակը չի հերիքի ամեն ինչի մասին խոսալ, բայց եկեք այս կարևոր բաներին նայենք։ Ուրեմն 7-րդ խոսքում ասում է հետևյալը. հիշեք ձեր առաջնորդներին, որ Աստծո բանը խոսեցին ձեզ։ Համար առաջին։ Երկրորդ ասում է նայեք նրանց վարմունքի վախճանին։ Եվ երրորդ ասում է նման եղեք նրանց հավատքին։ Ու հետո 8-րդ խոսքը ասում է Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ես դրա մասին կիսվեցի մի sense կարճառոտ մեր ծառայությունից մեկի ժամանակ, բայց երբ որ այս խոսքը բարձացավ հոգուս մեջ, գիտեք, ես այդ ժամանակ էլի ուզում եմ այս վկայությունը բարձրաձայնեմ, ես քնած էի իրականում, բայց հոգուս մեջ լսում եմ ոնց է Սուրբ Հոգին հրատարակում Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ու ես լսում եմ այդ հրճակումը, որ Հիսուս Սուրբ Հոգին անում է, ու այդ պահին նաև լսում եմ, որ հոգիս ոնց է արձագանքում ու իրան հարց է տալի, ինչ նկատի ունես։ Ու Սուրբ Հոգին սկսեց բացատրել, ինչ նկատի ունի, որ Հիսուսը երեկելա նույնը, այսօր էլա նույնը եւ հավիտյան ինքը նույնն ալնելու։ Ու հետո ինքը սկսեց այդ ամեն ինչը բացատրել։ Ես քնած եմ, բայց հոգիս քնած չի։ Աստծո հետ հաղորդակցության մեջ է։ Ու այդ ժամանակ գիտեք ինչներ զարմացրեց, որ Տերը սկսեց ցույց տալ, որ երբ որ դու քո անցյալի մեջ ես նայում բաներ, պետք է այնտեղ Հիսուսին գտնես, որ կարողանաս քո ներկայի մեջ եղած հեղինակի հետ համագործակցես, որ դու կարողանաս ձգտող լինես դեպի ապագա գնալու համար, որովհետև դու իր հետ պետք է հանդիպում ունենաս։ Ու ինձ մի բանը sense ուժեղ վերցրեց այդ պահին, որ ամբողջ հոգիս խանդավառության մեջ էր, որ երբ որ մենք անցյալին նայում ենք, մեզանց շատերը անցյալին նայում ենք, բայց Հիսուսին չեն գտնում այնտեղ։ Մենք վիրավորանքներն են գտնում, մեր ձախորդություններն են գտնում, մեր հիասթափություններն են գտնում։ Ով այսօր նոր տարվա մեջ։ Բոլորը նոր տարվա մեջ է։ Այո, ֆիզիկապես, բայց ոչ մտքով։ Ձեր զգացմունքները, ձեր մտքերը դուք հələ պետքա բերեք նոր տարվա մեջ։ Որտեվ ձեր ամեն զգացմունքները, հիշողությունները, մտքերը ավելի շատ անցյալի մեջ է, ոչ թե ներկայի մեջ։ Դուք ֆիզիկապես ներկայի մեջ եք, բայց մտքերը հələ դեռ ներկայի մեջ չի։ Որտեվ հիշելու եք ու սատանան անգամ հիշեցնելու է ձեր անցյալի շատ իրարանցումներ։ Տեր ուզում է, որ դուք խորագետ ըլնեք, որ դուք ներկայի մեջ եք։ Եթե անցյալի մեջ բաներ եք ուզում փնտրեք, ապա Հիսուսին բացահայտեք այնտեղ։
Ինչու, որովհետև եթե դու տեսար Հիսուսին, որովհետև ինքը ինչ ասում, հիշեք, հիշել բառը միշտ կապ ունի անցյալի հետ։ Լսում եք, ապագայի հետ կապ չունի, առաջինը կապ ունի անցյալի հետ։ Երբ որ ասում է հիշեք, ինչը հիշեք, նա ուղղություն է տալիս շատ հստակորեն, Աստծո բանը հիշեք, Աստծո ասածները հիշեք։ Երբ որ մենք դրա վրա չենք կենտրոնանում, երբ որ մեր անցյալին նայում ենք, մենք հիասթափված ենք ման գալիս ներկայի մեջ։ Ու հաճախակի ներկայի մեջ բան ունենք անելու, չենք անում, գիտեք ինչու, որովհետև անցյալի որևիցե մի հիշողություն, որ Հիսուսի լույսով չես նայում, քո ներկայից սկսում է քեզանից բաներ կողոպտել, քո զորությունը, քո կարողությունը, քո զգացմունքները, քո էմոցիաները, քո հեռանկարները։ Ես ու դու պետքա խորագետ լինենք։ Երբ որ ստե կոնկրետ ասում է հիշեք, հիշել բառը կապ ունի անցյալի հետ, ուրեմն ինչն ենք մենք հիշում, Աստծո բանը, որ ասում է ձեր առաջնորդները խոսեցին ձեր հետ։ Եկեք մի հատ իրար հետ անցնենք այս կարևոր բաների միջով։ Ուրեմն հիշեք, առաջի բանը, որ մենք իրար հետ կդիտարկենք, ասում է հիշեք Աստծո բանը, որ խոսեցին ձեր առաջնորդները։ Չի ասում հիշեք ձեր առաջնորդներին։ Նա առաջին բաներից մեկ ակցենտը դնում է ինչ են խոսացել ձեր առաջնորդները ձեր հետ։ Այ էդի հիշեք։ Որովհետև դուք կարաք շատ ուրիշ բաներ հիշեք, բայց այն ինչ որ իրանք ասել են, էդի չհիշեք։ Ինչու՞։ Որովհետև դուք ամենակարևորից ֆոկուսը շեղել եք ու կենտրոնացել եք ուրիշ բաների վրա։ Իսկ ստեղ հեղինակը ինչ ասում է առաջի բաներից մեկը, հիշեք ինչ են ձեր առաջնորդները խոսացել ձեր հետ, Աստծո բանն են խոսացել։ Ուրեմն ֆոկուսը ինչի վրա է տանում, Աստծո բանի վրա, Աստծո ասածների վրա։ Ով է այդ Աստծո բանը, Աստծո խոսքը ով է, հենց ինքը Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն ինչը դու պետք է հիշես, Հիսուսի խոսքերը պետք է հիշես։ Էսի շատ կարևոր է։ Երբ որ դու Աստծո խոսքերը չես հիշում, մտաբերում ու դրանց հետ չես աշխատում քո անցյալը հիշելով, նշանակում է դու ուրիշ բաների հետ ես ժամանակ անցկացնում քո անցյալում եղած։ Այդ դեպքում քո ներկայի մեջ դու բաց ես թողում նրան, ով որ ներկա է։ Գիտեք էդի ոնց է պայմանավորված։ Ասեմ ձեզ, որ Հիսուսը ներկա է, բայց մենք ամեն ինչ մեզի թույլ ենք տալ ներկայի մեջ։ Ինչու՞։ Որովհետև մենք ուրիշ ձև ենք մեր անցյալին նայում։ Եթե օրինակ մենք ունենք այսօր Աստծո որդիների դիրք, այդ Աստծո որդու դիրքը ինձ ու քեզ իրավունք է տալիս, որ մենք ներկայ մեջ մեզի պահենք ոչ պատշաճ ձևով, իհարկե ոչ։ Ապա ինչ ես դու հիշում։ Ոչ թե քո դիրքն ես հիշում, այլ հիշում ես որևիցե մի վիրավորանք, հիասթափություն, դե ատամի տեղ ատամ, իմ հետ սենց են վարվում, ես էլ սենց կվարում։ Էդի չի ասում հիշեք։ Ինքը ասում է մեկը դուք անցյալի հետ գործ եք ունենալու, ուրեմն հիշեք ինչը Աստծո բանը, որ ձեր առաջնորդները ձեր հետ խոսացել են։ Եկեք մի քանի օրինակներ նայենք Աստվածաշնչից։ Ինքան դուրս գալիս է, գիտեք, Հիսուսի մոտեցման մեջ մենք ինչ ենք տեսնում, որ ինքը գրավոր խոսքը հրճակելով, բանավոր կերպով Հիսուսի նման, մենք պետք է այսի զարգացնենք։ Ուրեմն Հիսուսը գրավոր խոսքը օգտագործում էր հրճակելով, հակազդելով սատանային։ Հիշեք, Հիսուս օրինակ է թողում, ինքը ինչ ասում, ոնց որ ես եմ արել, հիշեք, մեր առաջնորդները սկսած Հիսուսից մենք գալիս ենք, ասում ենք մեր օրերի մեջ։ Ինչը պետք է հիշենք, ոնց որ Հիսուսը գրված խոսքը օգտագործել է, այդպես պետք է ես ու դու օգտագործենք գրված խոսքը։ Եթե գրված խոսքը մենք չենք օգտագործում, նշանակում է մենք ուրիշ բան ենք օգտագործելու։ Ուշադրություն եկեք դարձնենք, որ Հիսուսը գրված խոսքը հրճակում է, նա բանավոր է հրճակում այդ բանը, բայց հիմքը դնում է գրված խոսքի վրա։ Մատթեոս 4:1-11-ում նկարագրում է, ոնց է նա հակազդում ամեն մի ոտնձգություն սատանայից։ Նա ասում է գրված է։ Նա չի անարգում գրված խոսքը, նա ընդհակառակ արժևորում է գրված խոսքը։ Ոչ մի բանավոր լսված խոսքը չի կարա Աստծո գրված խոսքից դուրս գա։ Եթե դու բանավոր լսել ես ու դա գրված խոսքին հակառակեթում, ուրեմն դու Աստծուց չես լսել։ Որտեվ Աստծուց եկած ամեն մի բանավոր խոսքը նա գրված խոսքից դուրս չի գալիս, նա գրված խոսքից բռնվում է, որ փաստ ունենա հակազդելու։ Ու այդ գործում է շատ ուժեղ ձևով։ Ուրեմն ասում է հիշեք, որ Աստծո բանը խոսեցին ձեր հետ։ Ինչ ենք մենք տեսնում։ Երկու բան, որ ուշադրություն պետք է դարձնենք հիշելու հարցում։ Հիսուսը երբեք գրված խոսքը չի օգտագործել որևիցե մեկի դեմ, մարդկանց մասով։ Հիսուսը երբեք գրված խոսքը չի օգտագործել ինչ-որ մարդու դեմ։ Գրված խոսքը ինքը միշտ օգտագործել է սատանայի դեմ, եւ գրված խոսքը ինքը միշտ օգտագործել է մարդկանց օգնելու, ոչ թե արժեքազրկելու։ Բայց հակառակ բանել եմ ուզում, որ դուք տեսնեք։ Թշնամին ինչ անում, գրված խոսքը օգտագործում է քո դեմ, որ քեզի արժեքազրկի ու Աստծո խոսքից գցի։ Ոնց է դա տեղի ունենում։
Հենց ծննդոցում մենք տեսնում ենք դա։ Սատանան օգտագործեց իրավիճակը եւ մարդուն հանեց գրված խոսքի դեմ, ասված խոսքի դեմ, պատվերի դեմ հանեց։ Ամեն մի ոտնձգություն պատվերի դեմ դա սատանայի ազդեցությունն է իմ ու քո կյանքի վրա։ Լսում եք։ Ամեն մի ոտնձգություն Աստծո ասած բաների դեմ դա սատանայի ազդեցության մասին է խոսում։ Ու նա նույնը երբեք չի փոխվելու։ Նա առաջ ուրիշ էր, բայց ինքը դարձավ այնպեսին, որ երբեք էլ չի փոխվելու։ Սիրներ, ուզում եմ ուշադրություն դարձնեք։ Ինչ է այստեղ մեզ համար կարևորում Հիսուսը այս խոսքերի մեջ։ Մի բան, որ գրված խոսքը օգտագործեք հակազդելու սատանային, բացասական բաներին, այն խնդիրներին, որ չարից է գալի, բայց երբեք չօգտագործեք գրված խոսքը մեկը մյուսի դեմ, այլ մեկը մյուսի համար օգտագործեք։ Ինչու՞, որտեղ դուք այդ ձևով նմանվում եք Հիսուսին։ Նմանվում եք Հիսուսին։ Գիտեք, փարիսեցիները հակառակը, նրանք գրված խոսքը օգտագործեցին Հիսուսի դեմ։ Պատկերացեք, վերցեցին Աստծո խոսքը ու օգտագործեցին հենց Աստծո դեմ։ Ու սպանեցին։ Նշանակում է նույն բանը կարա տեղի ունենա։ Երբ որ գրված խոսքը օգտագործես մարդու դեմ, դու կարա սպանես։ Բայց ուզում եմ, որ խորագետ լինենք։ Ուրեմն գրված խոսքը Էդի հենց այն բաներն է, որ Աստված ուզում է, որ մենք վերցնենք ու գործածենք հակազդելու սատանային, բայց օգնելու մարդկանց։ Ուրեմն խոսքը մենք ինչ ենք անում, օգտագործում ենք հակազդելու սատանային։ Եվ օգտագործում ենք օգնելու մարդկանց։ Դրա համար ասում է Աստված ինձ խոսք է տալիս, որ ես օգնեմ եւ ոչ թե վնասեմ։ Յուրաքանչյուրիդ Աստված եթե խոսք տվե, ուրեմն օգնության համար է։ Եթե դուք Աստծո խոսք եք ստացել, ուրեմն առաջին հերթին օգնության համար է։ Առաջին հերթին օգնության համար է, խրատի համար է, հանդիմանության համար է, բայց օգուտի համար է, բայց ոչ վնասի համար։ Լսում եք։ Աստծոց եկած ամեն մի խոսքը սես դու կարաս զանազանես։ Եթե այդ խոսքը ինչ որ մեկի դեմ է եթում, ուրեմն դա Աստծուց չես ստացել։ Ինչու, որովհետև դրանք կարևոր են։ Առաջի բաներից մեկը Հիսուսը գրված խոսքը եւ անգամ բանավոր խոսքը, որ Աստծո հետ հաղորդակցության մեջ ստանում է, նա միշտ օգտագործում է հակազդելու սատանային եւ փրկելու մարդկանց։ Ոնց ենք դա տեսնում։ Տեսնում ենք, երբ որ Պետրոսին ինքը ինչ արեց, ասեց. Պետրոս, ինչ լավ է, որ դու հայտնություն ես ստացել։ Այն հարցադրման ժամանակ ով եմ ես։ Ինքը ասեց. դու Աստծո որդի ես։ Կենթանի Աստծո որդին ես։ Ինքը ասեց. շատ հրաշալի է, Աստվածը բաց է քեզ համար։ Տեսեք, ինքը Աստծուց խոսք է ստանում ու այդ խոսքը դեմ չի եթում։ Նույն բանը փարիսեցիներն են անում։ Նրանք խոսք են ստացել։ Դու դեպերի հոգով ես անում ինչ որ անում ես։ Ու իրանք մտածում են, թե Աստծուց են այդ խոսքերը ասում։ Հենվելով Աստծո խոսքի վրա իբր։ Ու մենք ինչ ենք տեսնում, տարբերություն, եթե դու Աստծուց բան ես ստանում, դա երբեք դեմ չի թվում մարդկանց։ Նա իթում է մարդկանց օգնելու, փրկելու, ազատագրելու, բժշկելու։ Էսի շատ կարևոր է, որ մենք էսի կարևորենք։ Ուրեմն, Հակոբոսի մեջ նույնպես մենք կարդում ենք, որ ասում է. հնազանդվեք Աստծուն, հակառակվեք սատանային, եւ նա ձեզանց պետք է հեռանա։ Ուրեմն, ինչ ենք ստե տեսնում, ասում է, այն Աստծո բանը, որ խոսում են ձեր հետ, դրա հետ գործ ունեք անելու, դրա հետ պետք է դուք աշխատեք։ Մի նայեք ուրիշ բաներին առաջին հերթին։ Դուք պետք է նայեք ինչ է գալիս հասնում ձեզ, ինչ խոսք է գալիս հասնում ձեզ։ Դուք խոսքի հետ գործ ունեք, եթե խոսքի հետ չաշխատեցիք, դուք վնասվում եք։ Գիտեք, մի լավ բան եմ ուզում որ տեսնեք։ Սատանան երբ որ այն ամենասկզբից եկավ ծննդոցում Եվային խաբեց, ինչ հարցով խաբեց, ինքը արժեքազրկեց հեղինակին։ Ու հեղինակի ասածը հաջորդ քայլը յուրաքանչյուրի կյանքում լինելու է սպանությունը։ Երբ որ քո կյանքի մեջ սատանային հաջողվի արժեքազրկի Աստծուն եւ արժեքազրկի Աստծո ասածները, հաջորդ քայլը սպանությունն ալնելու։ Դուք պետք է շատ զգուշ լինեք։ Այդ ինչի համար ասում է ուշադիր եղեք կամ հիշեք ձեր առաջնորդներին, որ Աստծո բանը խոսեցին ձեր հետ, որտեղ Աստծո բանը գալիս է նախորոք, որ քեզի օգնի զգուշանա, որ երբ որ որևիցե մի ոտնձգություն լինի, դու կարողություն ունենաս հակազդելու, ոչ թե տրվես ու գերի գլնես եւ հələ մի հատ էլ վնասվես։ Մենք պետք է սրա տարբերությունը հասկանանք։ Ուրեմն, ուշադրություն եկեք դարձնենք, Հիսուսը գրված խոսքը միշտ գործածել է թշնամու դեմ եւ մարդկանց ազատելու համար է օգտագործել։ Անկամ երբ որ հանդիմանել է մարդկանց, ասելով փարիսեցիների դեմ ինչ որ մի բան, գիտեք, ինքը հանդիմանել է ոչ թե իրանց դեմ է գնացել։ Նրանց ուզեցել է իրանց իրավիճակից փրկի։
ինքը միշտ հակազդել է այն ոգուն, որը մարդկանց ուզեցել է կողոպտի։ Դա դիվական հոգի է, ու մենք էլ նրանց պետք է այսի սովորենք։ Ուշադրություն եկեք դարձնենք Հիսուսը ինչ անում, երբ որ իր աշակերտներին է ուղարկում։ Հիշեք այս բաները, էսի պետք է մենք հիշենք։ Երբ որ Մատթեոսի 15-ից 8 խոսքերում տեսնում ենք, որ Հիսուս իր 12 աշակերտներին իշխանություն է տալիս ու իրանց ուղարկում է, հիշեք, Աստծո բաները պետք է հիշել։ Մենք ինչքան հիշում ենք, նշանակում է մենք անցյալի մեջ Հիսուսի ասածների հետ ենք աշխատում եւ ոչ թե մեր ձախորդությունների կամ մեր որից չկայացած իրավիճակների հետ ենք աշխատում։ Մենք աշխատում ենք Հիսուսի հետ, ու ինքը ստե բացահայտում է մեզ համար։ Տեսեք, ասում է 12 աշակերտներին ուղարկեց Հիսուսը, նրանց պատվեր տվավ եւ կոնկրետ է պատվերը, ասում է գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ։ Աստծո բանը գալիս է հասնում է մեզ։ Գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ եւ նրանց ինչ արեք, ծառայեք։ Ինչքան կորած մարդիկ կան մեր շուրջը, մենք պետք է գնանք ծառայենք, ասում է հիշեք Աստծո բանը։ Աստծո բանը քեզի ուղղություն է տալիս, ինչ պետք է դու անես։ Հիշեք, երբ որ դու հիշում ես, նշանակում է դու Աստծո ուզածների հետ գործ ունես։ Հələ մի հատ պահ պատկերացրեք, որ դու ստե կանգնած ես, եթում ես ապագան, Տիգրան Կարեն եկեք ստեղ։ Հիմա պատկերացրեք, մի հատ տեսարան եմ ուզում ցույց տամ։ Կարեն դու կանգնի իմ դեմը, դեմքով դեպի ինձ կողմ։ Դու էլ կանգնի իմ թիկունքին, դեմքով դեպի ինձ։ Կամ լավ, դու էլ հակառակ կանգնի։ Այո։ Այս տեսարանը նայեք ուշադիր։ Ուրեմն տեսեք, ինչ եմ ուզում որ դուք տեսնեք։ Հիսուսը իմ անցյալի նկատմամբ այսպես կանգնած, Հիսուսը իմ ապագայի նկատմամբ այսպես կանգնած։ Լսում եք։ Հիսուս ինձ պաշտպանում է, որ անցյալ ինձ այն որ ասում է ոտքերից չխփի վայրկցի, որտեղ անցյալի բոլոր հարցակումները որ գալիս են, Հիսուսն է դիմավորում, ոչ թե ես։ Հիսուս իրանց ասում է ես դրա համար գին եմ վճարել, նա այլևս քոնը չի, նա իմն է, նա խոսում է իմ անցյալի հետ, որ անցյալից որևիցե մի բացասական բան, որ ուզում է ինձ նեղացնի ներկայի մեջ խանգարելու համար, ինքն է կռիվ տալիս։ Ես չեմ կռիվ տալիս, ինքը իմ թիկնապահն է, ինքը իմ մեջքը պահում է այս ձևով, իմ անցյալից է պահում իմ մեջքը, որ իմ անցյալը սատանան չվերցնի եւ չօգտագործի իմ դեմ։ Լսում եք։ Ձեր յուրաքանչյուրի մասին է նաեւ էսի, ինչ որ ասում եմ հիմա։ Նաեւ Հիսուսը ինքը բաց դուռը իմ առջև։ Ինքն է բաց դուռը, իրանից ջոկ բաց դուռ չկա, ինքը բաց դուռը, ինքը իմ առջևից գնացողն է, բայց ինձ համար նաեւ բաց դուռն է։ Նշանակում է ոչ մի արգել չի կանգնելու իմ առաջ, որովհետեւ Հիսուսին է հանդիպում։ Գիտեք ես ինչ է նշանակում, որ մենք Քրիստոսի մեջ ենք։ Հիսուսը պահում է մեզ անցյալի ոտնձգություններից, Հիսուսը մեզ առաջնորդում է դեպի ապագա, որտեղ մեր անցյալը էդի մարդիկ չեն, որոնցից քեզի պաշտպանում է։ Անցյալը քո այն ամեն սխալ բաները, որ դու թույլ ես տվել, որ քեզի անդադ կարան նեղացնեն, անդադ կարան հետապնդեն։ Այն ձախորդությունները, որ անդադ քեզի կարան սղոցեն, որ դու ներկայի մեջ չկարողանաս կողմնորոշվես։ Տերը ասում է ես եմ պաշտպանում քո թիկունքը, ինքը պաշտպանում է մեր թիկունքը։ Ուրեմն, եկեք ստե ուշադրություն դարձնենք։ Հիշեք Աստծո բանը։ Եսայան ասում է, որ նա մեր թիկնապահն է եւ մեր առջևից գնացողը նույն ինքը Տերն է։ Ինքը մարգարեական ձայն է բարձրացնում, որ Աստծո ժողովուրդը իրան չկորցնի, այլ հավատա եւ նրա հետ քայլի։ Որտեղ մենք նաեւ իր ծածկոցի տակ ենք։ Շատ շնորհակալություն ձեզ։ Հիմա Աստծո խոսքը ասում է նաեւ որ մենք բարձյալի ծածկոցի տակ ենք։ Այդ նշանակում է դու ոչ թե անկարողի ծածկոցի տակ ես, այլ բարձյալի, ամենակարողի ծածկոցի տակ ես։ Ուրեմն որևիցե մի վախի միտք, որևիցե մի հիասթափության միտք, որևիցե մի բացասական միտք, որ ուզում է քեզի նեղացնի, դու գերի պետքա վերցնես ու հնազանդեցնես Քրիստոսին։ Ինչու՞։ Որովհետև դրանք Աստծուց չեկած բաներ են։ Որ չխեղճանաս, այլ դու Աստծո մեջ ես, դու ուրիշ մտնոլորտի մեջ ես, դու դրա հետ գործ ունես։ Այս քանի օր առաջ կարդացի մի Աստծո գեներալի խոսքեր արտահայտությունները շատ կպավ սրտիս։ Դե Լոզբորն այնքան լավ բան ասեց։ Ասեց, գիտեք, շատ մարդիկ նայում են 5 կտակարանին ու ուզում են նմանվեն ու վերցնում են հələ մի հատ էլ sense համարցակություն, որ նեղության մեջ են, ասում են, ես հոբի նեղություններ եմ քաշում։ Սիրելիներ, դուք զգուշ եղեք ձեր հայտարարությունների մեջ։ Դուք այսօր նոր կտակարանում եք ու ձեր համար արդեն գինը վճարվե, որը հոբի համար չէր վճարվե դեռևս։ Ու դու այսօր
Հոբի ստատուսը ուզենաս էլ չես կարող ունենաս։ Գիտեք ինչու, որտեվ դու Հիսուս ունես։ Քո օրինակը Հոբը չի, Դավիթը չի եւ ոչ մեկ ուրիշը չի 5 տակարանից։ Դու մի հատ օրինակ ունես։ Ես էլ դրան անդրադառնամ։ Բայց ուզում եմ որ դուք այսօր խորագետ լինեք։ Մենք մի հատ օրինակ ունենք ում նմանվում ենք։ Դա Հիսուս Քրիստոսն է։ Ուրեմն, ասում է հիշեք Աստծո բանը։ Հիշեք Աստծո բանը, որ ձեր առաջնորդները խոսում են։ Ուրեմն, դուք ել չեք նայում առաջնորդի բոյին, բուսատին, ձևին, դրվածքին։ Դուք առաջինը նայում եք, ինչ են խոսում ձեր հետ։ Դուք Աստծո բանի հետ գործ ունեք։ Դրա համար ասում հիշեք, ինչը ոչ թե ինչ բոյով մարդ էր այդ առաջնորդը, ինչ գեղեցիկ աչքեր ուներ այդ առաջնորդը, ինչ փարթամ մազեր ուներ այդ առաջնորդը, կամ էլ ընդհանրապես չուներ։ Ինքը դա չի ասում հիշեք, ասում է հիշեք Աստծո բանը։ Ուրեմն քո հիշելը Աստծո բանի հետ շատ կարևոր է քո ներկայի մեջ ինչ ակտիվանալու։ Ուրեմն Աստծո բանը քո անցյալի մեջ երբ որ նայես, դա պետք է հիշես։ Սա բանալի է, սրանց չշեղվես։ Խնդրում եմ, Քրիստոսը նույնն է երեկացիոր եւ հավիտյան, որտեւ երբ որ դու հիշում ես իրան անցյալում, թե ինքը ինչերը արել եւ ինչերը անելու դեռևս, դու ներկայի մեջ ակտիվիստ ես դառնում։ Քո ներկայի пассивությունը կապ ունի, որ դու անցյալի մեջ բաներ ես թույլ տվել արդեն։ Այսինքն անցյալի ազդեցություն թույլ ես տվել, ու դու Հիսուսով չես նայում քո անցյալին։ Դու թույլ ես տվել, որ որևիցե մի չստացված բանը քեզի նեղացնի ներկայի մեջ։ Մի արա այդ բանը։ Մի արա։ Հիսուսը քո ներկայի մեջ է։ Հիսուսը քեզ պաշտպանողն է։ Ուրեմն ինքս դե բարձրաձայնում ասում է, ինչ արեք։ Տեսեք, Աստծո բանը հիշել է պետք։ Ասում է, բայց այլևս առավել եւս գնացեք Իսրայելի տան կորած ոչխարների մոտ, եւ երբ որ կգնաք քարոզեք, ասեք, թե երկնքի արքայությունը մոտեցել է։ Հիշեք Աստծո բանը, Աստծո արքայության մասին պետքա խոսեք։ Գիտեք, ես զարմանում եմ, ասում եմ, այս մարդկանց Հիսուս դու պատմել ես Աստծո արքայության մասին, որ հենց մի հատ էլ պատվեր ես տալիս, որ իրանք գնան ու Աստծո արքայության մասին խոսեն։ Իրանք պետքա գան, դրանք պետքա մի քիչ բան տեղեկություն ունենան Աստծո արքայության մասին։ Բայց իրանք պետքա գան ասեն, Աստծո արքայությունը մոտեցել է։ Իրանք մաքուր հնազանդություն են ցուցաբերում։ Առանց իմանալու թե երկնքում ինչ կա, նրանք հնազանդվում են, մինչև հայտնությունը կբացվի իրանց համար։ Ուրեմն, եկեք հիշենք Աստծո բաները։ Ինչ ենք մենք ստե տեսնում, որ այս մարդիկ հնազանդվեցին Հիսուսի ասացին, գնացին եւ արեցին, քարոզում էին, ասում է երկնքի արքայությունը մոտեցել է, ասում է հիվանդներին բժշկեք, բորոտներին սրբեք, մեռելներին հարություն տվեք, դևերին հանեցեք, ձրի առել եք, ձրի տվեք։ Հիշելա պետք է այս բաները։ Ինչենք մենք էսի հիշում, որտեվ երբ որ դու այս բաները չես հիշում, դու սկսում ես հորինել քո համար թազա փիլիսոփայություն։ Մենք պետք է հիշենք Աստծո բաները։ Հիսուսը ինչ որ խոսել է, ինքը էտել ուզում է որ դու հիշես։ Ինչ պատվերներ որ տվել է, ինքը ուզում է որ դու էտել հիշես։ Երբ որ դու դրանք հիշում ես, դու էդի ես անելու։ Երբ որ դու դրանք չես հիշում, որտեվ գիտես, դա չի գործում։ Դու պետք է հիշես, որ կենտրոնանաս դրանց վրա։ Դու պետք է հիշես, որ դրանց հետ գործ ունենաս։ Նայեք մի ուրիշ տեղ եմ կարդում ձեզ համար։ Հիսուսը ինչքան ռեալ կպած էր գրվածքներից, որ ինքը այսպես ասում, երբ որ 8:16-ում կարդում ենք հենց Մատթեոսի մեջ, որ իրիկուն եղավ եւ շատ դիվահարներ բերեցին նրա մոտ, որտեվ ինքը Պետրոսի տուն էր եկե։ Զոնգաջին բժշկել էր, իրիկուն էլ շատ հիվանդներ են գալիս, դիվահարներ են գալիս, եւ ասում ինքը խոսքով հանեց ոգիներ եւ ամեն հիվանդներին բժշկեց։ Ու 17-րդ խոսքը լսեք ինչ ասում. որ կատարվի Եսայի ձեռով ասվածը։ Այսինքն Եսային ինչ որ արդեն ասել էր մոտավորապես 700 տարի առաջ, որ կատարվի գրված խոսքը, որ կատարվի ինչ որ ասված է եղել իր մասին։ Դուք պատկերացեք, հիշելա պետք, ասում է Աստծո բանն են խոսացել ձեր հետ, հիշեք ասում ես բաները, ինչ հիշեք, Հիսուսը պարզ ասում է, ինքը գործում է ու մարդկանց ասում է, որ կատարվի Եսայի ձեռով ասվածը, նա հիշեցնում է այդ խոսքերը, այդ լսարանին, ինչի է պետք որ հիշենք, որտեղ երբ որ դու չես հիշում, դու անընդհատ խոսելու ես քո հոգսերի մասին, ով գիտի որ պետք է իր հոգսերը տասում, բոլորս գիտենք, ճիշտ է։ Ուրեմն իսկ ով գիտի որ իր հոգսերի մասին պետքա չխոսա։ Մենք ավելի շատ խոսում ենք մեր հոգսերի մասին, բայց հոգսը եթե տվել ես ասուն ու Աստված զբաղվում է դրանով, դու ուրիշ բանի մասին խոսա։ Չէ որ ինքը արդեն կենտրոնացած է։ Երեք մի հետաքրքիր զրույց ունեցա մի անձնավորության հետ, մեկ էլ իրան sense բան ասեցի։ Ասեցի, գիտես, մի հատ պարզ բան եմ ասում քեզ։ Ուզում ես գոհություն լսնի քո սիրտը։ Ասում է, հա, ուզում եմ։ Ասում եմ, բայց այդ գոհությունը արդեն քո սրտի մեջ է։ Քեզ պետք է ուղղակի դա արձակես։ Բայց ոնց հասկանամ։ Ասում եմ, շատ պարզ։
Եթե Հիսուսը քո վրա կենտրոնացած է, ինքը քեզ սիրում ու քո վրա կենտրոնացած է, ինչքան նորմալ է, որ դու էլ քո վրա կենտրոնացած կյանքով ապրես։ Ասից հասկացա։ Ասից շատ լավ է, որ հասկացար։ Եթե Հիսուսը քո վրա է կենտրոնացած, դու էլ քո վրա մի կենտրոնացի, դու սխալ բաներ կանես։ Բայց եթե Հիսուս քո վրա կենտրոնացած, դու էլ կենտրոնացած ես իր վրա, դու իր ուզածը կանես։ Ամենալուրջ խնդիրներից մեկը, որ ես հանդիպում եմ, գիտեք որն է, որ Հիսուսը քո վրա կենտրոնացած է, դու էլ ես քո վրա կենտրոնացած։ Ու քո բոլոր խնդիրները հենց այդտեղից է սկսում բարձրանալ։ Պետք չի այսպես լինի մեզ համար։ Ասում է հիշեք այն բանը, որ Աստված խոսեց մեզ հետ։ Ասում է հիշենք Աստծո բանը։ Սա շատ կարևոր է, սիրելիներ։ Երկրորդ բանը, որ ուզում եմ ձեր ուշադրությունը գրավեմ։ Ասում է նայեք, հետևեք նրանց վարմունքի վախճանին։ Ինչն է այսի կարևորում, որովհետև երբ որ դու նայում ես նրանց վարքին, նրանք մենակ Աստծո բանը չեն խոսացել, նրանք նաև վարք ու բարք ունեն, այդ վարք ու բարքին դու հետևում ես, որ տեսնես այդ մարդը իր ասած խոսքը, հա, որ անում է, ոնց է հաջողվում, որովհետև մենք կտեսնենք մարդկանց, որ ասելու են մի բան, բայց չեն անելու, որովհետև Հիսուսն էլ է դրա մասին ասում։ Ասում է նայեք նաև նրանց վարքի վախճանին, որտեղ փարիսեցիների հարումով ասում է ինչ որ կասեն ձեզ արեք, բայց իրանց գործերի պես մի արեք, որտեղ ասում են այս բանը, բայց չեն անում այդ բանը։ Ճիշտ է, բայց ինքը իրանց տանում է, որ դու դրանցով չառաջնորդվես, այլ նայի իրանց վարքի վախճանին, այսինքն այն մարդիկ, ովքեր նվիրված կյանքով են ապրում ասում։ Դու դրանց պետք է նայես։ Գիտեք, ես ինչքան մարդկանց եմ հանդիպում այս վերջի ժամանակներում, որ պատճառաբանում են իրանց անհնազանդությունը ուրիշի սխալների պատճառով։ Մի արեք այս բանը։ Էսի ձեզ է վնասելու, որտեվ ձեր Աստծո հետ եղած հարաբերությունը, հասկանում եք, եւ այն մյուսի Աստծո հետ եղած հարաբերությունը, դրանք տարբեր բաներ են։ Դրա համար, երբ որ դու ինչ որ մեկի պատճառով, հələ պատկերացեք Հիսուսը ինչ է ասում այդ ժողովրդին։ Ասում է այդ փարիսեցիների անշնորհքության պատճառով դուք ձեզի անհնազանդ մի ներկայացրեք։ Ինչ որ ասում են արեք, բայց իրանց գործերի պես մի վարվեք։ Իսկ իրանց գործերը ոնց էր, որ ասում են մի բան, բայց չեն անում այդ բանը։ Ստեղից հետևություն եկեք վերցնենք մեզ համար։ Ասում են նայեք նրանց վարքի վախճանին։ Ինչ կարևոր բան եմ ուզում, որ ստեղ վերցնենք մեզ համար։ Աշակերտները չուրացան ոչ մի իրավիճակում, երբ որ վերստին ծնունդ ունեցան։ Նրանք չուրացան։ Երբ որ վերստին ծնվեցին, նրանք երբեք չուրացան։ Նրանք պատրաստեցին իրանց վիզը, դրեցին զոհասեղանին, նրանք բայց չուրացան։ Ասում են նայեք նրանց վարքի վախճանին։ Նրանց վարքը մինչև վերջ էր, նրանք կիսատ պրատ չէին։ Վերստին ծնված մարդկանց բնորոշ չի անպատասխանատու մոտեցումները։ Վերստին ծնված մարդիկ, նրանք իրանց վիզը դնում են զոհասեղանին ու մինչև վերջ են գնում։ Ինչու՞։ Ինչու՞, որտեվ դու վերստին ես ծնվել, դու այլևս հին չես, դու լիովին նոր մարդ ես, Հիսուսի պատկերը ունես, Հիսուսի իրականությամբ շարժվող մեկն ես, քեզ պետք է որ քո ձևով չթաս։ Երբ որ մենք ասում ենք նայեք, նայելը մեզի գիտես օգնում է, որովհետև նայելը քեզի միշտ պահում է կենթանի, որովհետև դու օրինակին հետևում ես այդ ժամանակ։ Օրինակին ես հետևում, որովհետև վարքին նայելը ուրեմն նշանակում է դու օրինակը սովորում ես, դու օրինակի հետ համագործակցում ես։ Ուրեմն աշակերտները չուրացան ոչ մի իրավիճակի մեջ, երբ վերստին ծնվեցին եւ Սուրբ Հոգով լցվեցին։ Գիտեք, մենք կարդում ենք Հիսուսի մասին մի հատ խոսք 10-րդ գլխում Մատթեոսի, որ ինքը սենց ասում. Եթե մեկը ուրանա ինձ մարդկանց առաջ, ես էլ իրան կուրանամ հոր առաջ։ Եթե մեկը ինձ դավանի մարդկանց առաջ, ես էլ նրան կդավանեմ Աստծո առաջ։ Փաստորեն Հիսուսը այնտեղ ոչ միայն կանգնած է բարեխոսության, ինքը այնտեղ նաև դավանում է քո անունը։ Երբ որ դու համարձակ ասում ես Հիսուսն է կյանքը, առանց Հիսուս կյանք չկա, ու դու քո շրջապատի մարդկանց ասում ես, գիտեք ինչա կատարվում է ժամանակ հոգևոր աշխարհում, Հիսուսը հոր ասած առաջ ինչ անում, քո անունն է տալիս։ Քո անունն է տալիս։ Քո անունն է տալիս։ Հոր առաջ, քո անունն է տալիս։ Գիտեք, դա շատ թանկ պահ է Հիսուսի համար, երբ որ ինքը քո անունը կար Աստծո առաջ տա։ Թույլ տվեք, որ դա լինի։ Թույլ տվեք։ Դրա համար ասում է նայեք նրանց վարքին, նայեք նրանց վարքի վախճանին, նրանք չուրացան։ Գիտեք, ամենալուրջ սպառնալիքի ներքո նրանք էլի չուրացան։ Որտեղ մենք գործ առաքելուց մեջ կարդում ենք 4:18-ից 21 խոսքերում, երբ որ Պետրոսին ու Հովհաննեսին կանչել էին ատյանի առաջ, որ մի մարդու բժշկել էր, պատկերացեք, լավ բաներ արել, ինչ վատ բաներ արել, մարդ էր բժշկել։
ու այդ մի հատ բժշկության համար կանչել են դատ ու դատաստան են անում, որ իրանց արժեքա զրկեն, որ իրանց արգելեն, որ իրանց նսեմացնեն, ու այդ խոսքերը լտեսեք ոնց է հնչում։ Եվ նրանց կանչեցին, պատվեր տվեցին, որ ամենևին չխոսեն եւ ոչ էլ սովորեցնեն Հիսուսի անունով։ Չի ասում ուրիշի անունով, ասում է Հիսուսի անունով։ Ամեն մի բան, որ դու Հիսուսի անունով ուզում ես արած լնես, այս աշխարհը ուզենալու է կանգնեցնի։ Այս աշխարհը կուզենա կանգնեցնի։ Ու այստեղ ինչ ասում։ Ասում է նմանվեք նրանց վարքի վաղճանին, նրանց վարմունքին, նմանեք, նայեք ավելի շուտ։ Նայեք, նրանք ինչ արեցին, որ Էզևի մթնոլորտների մեջ չուրացան։ Նրանք մինչև վերջ գնացողներից էին։ Ասում է, եթե արժան է Աստծո առաջին, որ ձեզ ավելի ականջ դնենք, քան թե Աստծուն դուք դատեցեք, վասնզի մենք չենք կարող այն, որ տեսանք եւ լսեցինք, չխոսենք։ Նայեք իրանց վարքի վաղճանը այսենց գին արժեր, նրանք հետ չկանգնան իրանց նվիրումից, նրանք հետ չկանգնան իրանց պատկանելությունից։ Գիտեք, էսի կյանքա, որը Տերը ուզում է, որ մենք հիշենք, որ մենք մեր աչքի առաջ պահենք, որտեվ եթե դու այս բաները չես պահում աչքի առաջ, նշանակում է, գիտես ինչ, որից է մեկի սխալն ես պահում քո աչքի առաջ։ Եթե դու ինչ որ մեկի սխալը պահում ես քո աչքի առաջ, դա սատանան է։ Ռեալ բան եմ ուզում, որ դու վերցնես։ Երբ որ դու ինչ որ մեկի սխալ անդադ պահում ես քո աչքի առաջ, դու ուրեմն սատանայի ազդեցության տակ ես։ Քեզ պետք է ձերբազատվել, որտեվ Տերը պատվել չի տվել, որ դու ինչ որ մեկի սխալ վերցնես ու աչքիդ առաջ պահես։ Տերը պատվել է, որ իրանց վարքի ու բարքի այս process-ը պահեք ձեր աչքի առաջ։ Ոնց են նրանք մինչև վերջ գնացողներից եղել, այսի պահեք ձեր աչքի առաջ, որ սովորեք, որտեվ երբ որ դու նայում ես, դու էդի սովորում ես։ Դու Աստծո երեխա ես, չմոռանաս, որ մեր պատկերավոր կողմը նա շատ արագ վերապրում է, սովորում է, վերցնում է։ Քո աչքի առաջ պահես ինչ որ մեկի սխալը, շատ շուտով դու ես նույն սխալները անելու։ Մի օր Տերը ինքան sense աչքերս բացեց, ես շատ ահավոր վախեցա։ Գիտեք ինչից վախեցա, որտեղ ինքն ասես կանես զգուշ եղի։ Ինչ դատով որ դատում ես, շուտով դու ես դրանով դատվելու։ Էս ինքան լուրջ էր։ Էդի պետքա Տերը բացի, որ դու հասկանաս այդ ինչա։ Եթե Տերը չբացի, դու չես կարող հասկանաս դա։ Տերը ցույց տվեց, որ ասենք, եթե ես մի ինչ որ մեկին անընդհատ մեղադրում եմ, դատում եմ ինչ որ սխալի հարցով, մեկ էլ Տերը բացեց, որ ես եմ կանգնած ու ինձ են արդեն դատում այդ նույն ձևով։ Ասի Աստված, էսի ավելի լուրջ էր։ Ես չի պատկերացնում այս ձևով։ Տերը ասեց, այս բանը մի արա։ Որտեվ եթե դու հանկարծ ընկարես ծուղակը, դու ինձ համար, իմ արքայության համար, իմ արքայության գործի համար կներեք, պիտանի չեք լինի։ Երբ որ դուք դատում եք մարդկանց, դուք պիտանի չեք լինում։ Դուք ոնց կարաք դա զանազանեք, ոնց կարաք հասկանաք։ Երբ որ դուք այդ հալով пассив եք դառնում, ձեր հետաքրքրությունն է կորում, Աստծո տան նկատմամբ, Աստծո գործի նկատմամբ, դուք պետքա ոչ թե ինչ որ մեղավորներ ման գաք, դուք պետքա ասեք, ինչ եմ ես թույլ տվել։ Թույլ եմ տվել արդյոք ինձ քննադատել, դատել, մեղադրել։ Էդիա քեզ пассив սարքելու։ Ինչ որ մեկի սխալը չէ, այլ քո դատելու process-ը։ Սա Աստվածաշունչն է մեզի ասում։ Լավ, ասում են նայեք նրանց վարմունքին։ Ինչի է էսի մեր համար կարևոր, որտեղ այս մարդիկ ասում են մենք չենք կարող չխոսենք ինչ որ տեսել ենք, ինչ որ լսել ենք։ Նրանք իրանց վարքի, իրանց գործունեության մեջ հետ չեն կանգնում, նրանք մինչև վերջ են գնում, որովհետև էսի ասում են նայեք, էսի պետք է օրինակեք։ Դրա համար մենք կարդում ենք նաև Հիսուսի խոսքերը։ Տեսեք, աշակերտները մինչև վերջ գնացողներից էին։ Հիսուսը աչու ձախ շեղվավ իր ընթացքից, նա նույնպես մինչև վերջ էր գնում։ Մատթեոս 11:27-ից 30 խոսքերում մենք կարդում ենք հետևյալ արտահայտությունները։ Ասում է ամեն բան ինձ տրվեցավ իմ հորից, եւ ոչ ոք չի ճանաչում որդուն, բացի միայն հորից։ Ինքը գաղտնիք է բացում, որ ոչ ոք չի կարող հորը ճանաչի առանց Հիսուսի։ Ու մենք կարիք ունենք նմանվենք, ոնց է Հիսուսը ճանաչե, մենք կարիք ունենք նայենք այս process-ին, մենք կարիք ունենք հետևենք ամեն անգամ կարդալուց, ոնց է Հիսուսը հոր նկատմամբ եղել, որ այս օրինակին նայելով բաներ սովորենք։ Սա շատ կարևոր է։ Խնդրեմ նվագողներից մեկը գա։ Ուշադրություն դարձրեք, ասում է, բայց միայն հայրը ճանաչում է որդուն։ Եվ ոչ ոք չի ճանաչում հորը, բայց միայն որդին։ Եվ ում որ որդին կամենա հայտնել։ Հիմա հարցս հետևյալն է, որդին կամենում է հորը հայտնել մեզ, որ մենք ճանաչենք։ Համաձայն եք, որ ինքը կամենում է։ Ստեղ խոսում է, որ մենք կախված ենք Հիսուսից։
Էսի խոսում է, որ ինքը կամենում է, ասում է, այս օրինակին նայեք, ասում է, նայեք, որ սովորեք, պետքա նայես այս վարմունքի վաղճանին։ Ինչու, որովհետև սրանց կախված է։ Հիսուսը հետո շարունակում է, ասում է, ինձ մոտ եկեք ամեն հոգնածներ, բեռնավորվածներ, եւ ես հանգիստ կտամ ձեզ։ Ձեզ վրա առեք իմ լուծը եւ ինձանից սովորեք։ Այս արտահայտությունը այդ նայելուն է վերաբերում, որովհետև երբ որ դու նայում ես, դու սովորում ես։ Ուշադիրեղի ինչ ես նայում։ Եթե դու նայում ես մարդկանց սխալներին, դու իրանց սխալներից սովորում ես նույն սխալները անել։ Եթե դու նայում ես Հիսուսի արածներին, դու Հիսուսի արածներ սովորում ես Հիսուսի արածներ անել։ Սա հոգևոր սկզբունք է։ Պետք չի ինչ-որ մեկի վրա ստվեր գցել, մեղադրել, նեղանալ։ Դու պետքա քո փայ բաժինը վերցնես։ Հիսուսը ինչ ասում, նայեք, նայեք, որ սովորեք, նայեք, որտեվ նայելը կապ ունի օրինակի հետ։ Եթե օրինակը չլինի, մենք չենք կարա ջոկենք։ Եթե օրինակը չտեսնենք, մենք չենք կարա փոխվենք։ Օրինակն է մեզ տալիս ոնց անենք, ինքը ոնց արեց։ Օրինակ, երբ որ մարդը նայում է, այս բանը ոնց արեց, ինքն էլ ուզում է տենց անի։ Օրինակին պետքա նայեք։ Դրա համար Հիսուս ինչ ասում, ասում է, եկեք սովորեք ինձանից, որտեվ ես հեզ եմ եւ սրտով խոնար։ Էս էլ մենք իրանց կարիք ունենք սովորենք։ Դու չես էտալոնը, ես չեմ էտալոնը, էտալոնը ինքը Հիսուսն է։ Նայա օրինակը, նրանից ենք մենք սովորում։ Գիտեք, ամեն մեկը, որ այդ օրինակին սենց քիպ կպածլնեք, այնքան փառք կտեսնենք, այնքան փառք կտեսնենք։ Մի փորձի դու ճիշտ լինես, արա ամեն բան, որ Հիսուսը ճիշտ լինի։ Գիտեք ինչի, որտեվ Հիսուսը այդ օրինակն էլ է մեզի ցույց տալիս։ Ինչ է ինքը անում, եկեք այդ տեղն էլ ձեզի ցույց տամ։ Եկեք հիմա նայենք երրորդ էլեմենտին։ Ասում են նմանող եղեք նրանց հավատքին։ Նմանող եղեք նրանց հավատքին։ Նմանող եղեք։ Նշանակում է, եթե պատվերը կա, ուրեմն հնարավորություն էլ կա։ Դու կարաս նմանող լինես։ Դու կարաս սովորես դրա մեջ զարգանաս։ Դու կարաս։ Մի անգամ էս դեպք եղավ։ Ինքան ուժեղ էր այդ վկայություն։ Պատկերացեք, մի հատ ծառայություն է լսում։ Ինքան ուժեղ էր այդ ծառայությունը, այդ ծառայողը հանկարծ կոնֆերանս է մեծ, ու կոնֆերանսի ժամանակ ասում է, ովքեր կան ստեղ, որ աշխատանք չունեն։ Ես նայում եմ ուղղակի այդ ծառայությունը։ Տունը իմ համար նստած։ Ու մեկ էլ գիտեք ինչն է հետաքրքիր, մի 1000 հոգի դուրս են գալի բեմի առաջ, որ իրանց համար աղոթի, ու ինքը մարգարեական խոսք է ստանում, ու ինքը ասում է. Հիսուսի անունով ես ազատագրում եմ ձեր բոլորի աշխատանքները, որ դուք շուտով բոլորդ աշխատանք ունենաք։ Ասում է բոլորդ։ Պատկերացեք, 2 շաբաթ հետո այդ 1000 հոգուց ուղղակի 750-ը արդեն աշխատանք ունեն։ 250 հոգին դեռ հələ չունեն։ Գիտեք, ամենածիծաղելին որն է, որ մարդիկ ասում են, բա 250 հոգին աշխատանք չունեցավ։ Ինքն էլ ասել էր, որ բոլորդ կունենաք։ Հավի քիչ հետո կունենան։ Դու ուժելի չես կարող տեսնես 750 հոգի ունեցել են։ Այսի սատանայի վերաբերմունքն է, որ դու լավը չես տեսնում, բայց կենտրոնանում ես դեռ մի բան, որ հələ չի կատարվել, բայց կկատարվի։ Ես ինքան ազդվելի ոգևորված լսեց իմ համար։ Մեկ էլ հանկարծ Կիրակի օրը ես ծառայում եմ, հանկարծ հիշեցի քարոզը։ Խոստովանում եմ ձեր առաջ։ Հանկարծ հիշեցի այդ քարոզը։ Մի անգամս ասեցի, կային ես էլ պետքա նույն ձևով անեմ։ Ոնց որ այդ մարդը։ Երեխո հավատքով, այդ անմիջական ասեցի, ով կա այստեղ աշխատանք չունի։ Ու հանկարծ բարձրացեցին մոտավորապես մի 10 հոգի ձեռքերը բարձրացեցին, ասեցի 2 շաբաթ հետո դուք աշխատանք եք անել։ Ոչ ավել ոչ պակաս, ոնց ինքը ասել է, էդի ծիծաղելու էր։ Ես էդի ասել եմ մի կերպ ինձ բայել եմ, որ չծիծաղեմ։ Ասում եմ, լավ, ոչ մեկ չգիտի, մենակ Աստված գիտի, ես ինչ եմ այդ պահին անում։ Ասում եմ, նայեք նրանց հավատքին։ Սովորեք այդ, ինչի՞ չէ։ Մենք պետք է սովորենք։ Գիտեք, մենք կրկնելով կամ իրանց օրինակը, երեխեք իրանց պապաներին կրկնօրինակում են։ Եկեք կրկնօրինակենք, էդի մեղք չի։ Մի վախեցեք դրանից։ Դու կարաս իրական դրան անելով սովորես, իհարկե առանց հավատքի պետք չէ դա անել։ Հավատքով արեք, երբ որ մղում կա, երբ որ Աստված է ուզում։ Ու գիտեք, ինքան զարմանալի էր, որ այդ 10 հոգին, դրանից ուղիղ 7 հոգին 2 շաբաթ հետո բոլոր վկայություն են տալի, որ աշխատանք են ստացել։ Ոսի Աստված։ Էսի գործը ես չէի իմանում սրա մասին։ Լսեք, եկեք շատ, այն որ ասում է շատ բան իմացողների պես չլինենք, եկեք շատ բաց լինենք, թույլ տալու Տեր ինչ կարանի այդ բաները անել։ Ասում են նմանող եղեք իրանց հավատքին։ Ինչ նկատի ունի, երբ որ ասում են նմանող եղեք իրանց հավատքին։
Հովանեսի 5:19-ից 21 խոսքերը կարդում ենք հետևյալը։ Խնդրեմ, որ փառաբանողները կամաց բարձրանան բեմ։ Նայեք ինչ ասում Հիսուսը։ Հիսուսը պատասխանեց, էլի մի հրաշք էր արել։ Էլի մի հրաշք էր արել։ Մարդիկ այդ հրաշքի համար իրան մեղադրում էին։ Բայց Հիսուսը իր հավատքը ասում է, ցուցադրում է հետևյալ կերպ։ Նա ասում է այսպես. Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե որդին իրանից կարող չէ ոչինչ անել, ինչքան տարօրինակ է, որ մարդիկ այս խոսքը կարդում են, ու կպնում են մենակ այս առաջին հատվածին ու ասում են, տես, Հիսուսը ասել է, որ ինքը ոչ մի բան չի կարող անի։ Բայց շարունակությունը արգելում են ու այդպես խափում են բովանդակ աշխարհը, խափում են մարդկանց, ասելով թե Հիսուսը այդ ասել է, ինքը առանց ոչ ինքը մարդը ինքը չի կարող ոչ մի բան անի։ Բայց գիտեք, ստե ուրիշ բան ասում, մարդիկ կիսատ ասելով խափում են մարդկանց, ու շատ մարդիկ էլ հավատում են առանց հասկանալու։ Նայեք Հիսուս ինչ ասում։ Ասում է որդին իրանից կարող չէ ոչինչ անել, թե որ չտեսնե հորը անելիս։ Նա ավելի կարևոր գաղտնիք է բացում։ Նա ասում է, թե ես ինչքան մոտիկ եմ հորը, որ ես ի վիճակի եմ տեսնելու ինչը հայրը անում, որ ես նույն բան անեմ։ Իսկ մարդիկ վերցնում են կտրում են այս խոսքը, կիսատ պրատ մենակ առաջի խոսքն են ասում։ Ուզում են արժեքազրկեն Հիսուսին, որ իբր Հիսուսը ոչ մի բան չի կարող անի։ Սիրելիներ, Հիսուսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ուզում եմ խորագետ լնենք։ Հիսուս ինչ ասում ստեղ։ Ասում է, թե որ չտեսնե հորը անելիս, որտեղ ինչ որ նա անում է, հենց որդին էլ այն բանը նրա նման է անում։ Սա կոչվում է հավատքի կյանք։ Սա կոչվում է հավատքի կյանք։ Սա կոչվում է, որ մարդը հավատքով է գործում։ Իսկ հավատքը կապ ունի, ինչա Տերը ասե, դու նույն ձևով անում ես։ Սա կոչվում է, որ դու հավատացել ես։ Երբ որ դու չես հավատում, դու չես անում էդի։ Թեկուզ եւ գիտես էդի։ Բայց հենց հավատացի դու կանես։ Հավատքը շատ պարզ, ասում է նման եղեք նրանց հավատքին։ Հիսուսը շատ օրինակ է ցույց տալիս թե կոնկրետ, որ ասում է ես ինչ որ տեսնում եմ, ինչ որ լսում եմ, այն եմ անում։ Սա է հավատքի կյանքը, որ ասում է նմանող եղեք իրանց հավատքի այդ կյանքին։ Պատվերը տրվեց, իրանք երկար բարակ չեն մտածում։ Ասում են ես մինչև հայտնություն չստանամ, չեմ այդ հանեմ։ Սիրելիներ, խնդրում եմ, մի խաբեք ձեզ։ Դուք պետք է հնազանդվեք, որ հայտնություն ստանաք։ Երբ որ դուք հնազանդվում եք, եթում եք, անում եք, այն ժամանակ Աստված հայտնություններով ձեզ ավելի կհաստատի դրա մեջ։ Աստված հայտնություն չի տալիս առաջին հերթին, որ նոր դու եթաս, անես ինչ որ մի բան։ Աստված սկզբում քեզի պատվեր է տալիս, որ դու հնազանդվես դրան, ու երբ որ դու գնում ես, էդի անում ես հնազանդվելով, որովհետև հավատացիր, այն ժամանակ նա հայտնությունները կբացի, որովհետև հայտնությունը գանձեր են, նա սկզբից չի բացում, նա հնազանդներին է բաները բացում։ Նա սովորական մարդկանց չի բացում, ով որ հնազանդվում է, նրան է սկսում հայտնությունները բացել։ Հայտնությունները այդին թանկ բաներն են, որ Աստված ասենց օդի մեջ չի շպրտում։ Հայտնությունը ինքը տալիս է հնազանդ մարդկանց։ Ու գիտեք, Հիսուսը դե բանալին ասում, ես ոչինչ ինձանից չեմ անում, ինչ որ տեսնում եմ, լսում եմ, այն եմ անում։ Շարունակություն ասում է, որտեղ հայրը սիրում է որդուն եւ ամեն բան ցույց է տալիս նրան։ Ու Հիսուսը հոգացել է, որ մենք այս կարգավիճակում լինենք։ Նա ամեն բան ուզում է մեզ ցույց տա, որտեղ նա ասում է, որ նա որդուն ցույց է տալիս ամեն բան։ Ես դրանից հետո ասում եմ ավելի մեծ գործեր ցույց կտա նրան, որ դուք զարմանաք, որտեղ ինչպես որ հայրը մերն հարցունն է տալիս եւ կենթանի անում, այնպես էլ որդուն տվա, որոնց որ կամենա կենթանի անե։ Սա ցույց է տալիս հավատքի մասին, ինչին մենք նմանվում ենք, կամ ոնց մենք այդ իրավիճակներին պետք է նմանվենք։ Բանալիներից մեկը սա է։ Եթե դու ուզում ես հավատքի ոլորտին նմանվես, ապա համար առաջին պետք է իր ասած խոսքը կատարես։ Եթե հավատացիր կկատարես, եթե չհավատացիր, նշանակում է դեռ էդի կձգձգվի։ Թեկուզ եւ դու կիմանաս, հենց հավատացիր, դու կանես էդի, որտեղ ինքը ցույց է տալի ոչ մի բան այդպես օդի մեջ չի կատարվում։ Ուզում եմ այստեղն էլ ձեր ուշադրությունը գրավեի։ Գործառաքելոց 3-րդ գլխի 1-ից 9-րդ խոսքում Պետրոսն ու Հովհաննեսը գնում են տաճար աղոտ քանելու միասին։ Այնտեղ մի հատ ինվալիդ մարդ է նստած ծնված օրվանից ու հանկարծ ինչ է կատարվում։ Նրանք տեսնում են, որ այս մարդը այս վիճակում է։ Պետրոս ասեց ուշադրություն հլմիա դարձրա ինձ, այս մարդն էլ մտածում էր Պետրոսից ինչ որ մի ոսկի արծաթ ստանա, բայց ինչ անում Պետրոսը։ Ուզում եմ ստե վերցնեք էսի, նայեք, հավատքի մասին ենք մենք խոսում։ Մենք խոսում ենք
նմանվելու ոլորտին։ Ինչ ասում Պետրոսը 6-րդ խոսքում։ Պետրոսն էլ ասեց. արծաթ եւ ոսկի չունեմ, բայց ինչ որ ունեմ այն կտամ Հիսուս Քրիստոսի նազովրեցանով, վերկացում անարի։ Նմանվենք սրան։ Եկեք նմանվենք սրան։ Եկեք հավատանք, որ մենք ունենք այն ինչ որ ուներ Պետրոսը։ Եկեք հավատանք սրան։ Սիրելիներ, ասում են նմանվեք նրանց հավատքին։ Նմանվեք։ Ինչ հարցում։ Նրանք հավատում են, որ Հիսուսի զորություն ունեն։ Մենք այսօր ասում ենք, դե ես չգիտեմ, դե ով գիտի, միգուցե Աստված չգիտեմ, ես չգիտեմ։ Մենք չենք հավատում, որ իր զորություն ունենք։ Ուղղեն ձև ոնց որ այս մարդիկ ունեն։ Ինքը ասում է նմանվեք, նմանվեք։ Նրանք պարզ գիտեն, որ ունեն։ Պետք է որ մենք էլ պարզ իմանանք, որ մենք ունենք։ Չասեք ես չունեմ։ Մի ասեք, Տեր, դուր ինձ զորություն։ Եթե այդ զորությունը քո մեջ ապրում։ Դու ասա, Տեր, ոնց է զորությունը արձակեմ։ Այսի սովորացրու ինձ։ Մարդը ասում է, ես ուզում եմ իր սերը ունենամ։ Ինքը ասում է, սերը ունես, բայց պետք է դա արձակես։ Դու ունես այդ սերը, մի ասա չունեմ։ Երբ որ դու ամեն անգամ ասում ես չունեմ, ինձ եւ տպավորությունն է, որ դու Աստծուն չունես ուրեմն։ Ամեն մի չունեմ բառը խոսում է նրանում մասին, որ դու Աստծուն չես ճանաչում։ Դու պետք է իմանաս ինչ ունես։ Այս մարդիկ ասում են ոսկի արծաթ չունեմ, բայց ինչ որ ունեմ։ Կարաս այսօր ասես ինչ ունես դու։ Ու ինչ կարաս տաս ուրիշներին։ Կարաս կանգնես մի հատ հիվանդի մոտ ու ասես ինչ ունես, ու էդի ուզում եմ քեզ տամ։ Եկեք հավատանք, եկեք նմանվենք իրանց այս հավատքի հարցով։ Եկեք նմանվենք, սիրելիներ։ Ես ուզում եմ ձեր հետ միասին նմանվեմ իրանց այս հավատքի հարցով։ Ես չեմ ուզում մրցակցության մեջ, ես ուզում եմ նմանվեմ իրանց այս հավատքի հարցով։ Որովհետև այն ինչ որ իրանք ունեն, մենք էլ ունենք այսօր։ Բայց այս երեք բաների հետ պետք է աշխատենք։ Նայեք ինչ է կատարում։ Այդ մարդը փրկվում է, բժշկում է, ոտքերի վրա կանգնում է, ու ասում է վեր թռավ, կանգնեց եւ ման էր գալիս, եւ նրանց հետ մտավ տաճար ման գալով, վազ տալով, Աստծուն օրհնելով։ Ով է ուզում ցես բաներ տեսնի։ Իրականում ուզում եք նմանվենք իրանց հավատքին։ Նմանվենք իրանց հավատքի հարցով։ Մենք կտեսնենք այդ բանը։ Ես հիշում եմ միացած դեպք։ Գիտեք, այնքան հետաքրքիր, մեր մոտ հյուրեր եկե։ Հենց այս եկեղեցում էր, այն ժամանակ բեմը այն կողմներ։ Մեքսիկայից մի հատ հովվեր եկե։ Այդ ծառայությունը այնքան լցված էր, մարդիկ բժշկում էին, բան էին անում, հրաշքներ էր կատարվում։ Պատկերացեք, ոնց որ այստեղ արդեն այնքան մարդ է հավաքված, այս սաղ սպասում են, որ այդ հովը պետքա ձեռքներ դնի իրանց վրա։ Ես էլ իմ անկեղծ անմիջական հավատքով կանգնած էի այդ երկրորդ շարքում, դեմս էլ մի հատ մարդ է, սենց արտրիտով հիվանդ, սպասում է, երբ իր հերթը կգա, նայեցի իրան, մեկ էլ ասեցի. դեմ չես որ աղոթեմ քո համար։ Ասես չէ։ Ասում եմ մեկը բժշկող Աստված է, իր միջոցով թե իմ միջոցով բժշկողը մեկը Աստված է։ Գիտեք ինչ ասում, ասես ոչ մի խնդիր։ Ես աղոթում եմ ու այս մարդը բժշկվում է։ Ուղղակի բժշկվում է։ Իր այդ հիվանդությունից բժշկվում է։ Հետո վկայություն է տալի մի հարսանիքի ժամանակ։ Չէ, Հովրիտային այդ հարսանիքին ներկա էր ու վկայություն է տալիս։ Հա բայց ես չգիտեի որ ինքը բժշկվել է։ Ես ուղղակի օգնություն ազատագրեցի։ Մենք պետք է ասենք լինենք, արդյոք դու կարաս հավատաս ինչ ունես։ Սիրելիս, եկեք նմանվենք իրանց այս հարցով։ Ինքան արտասովոր բաներ կարա կատարվի։ Ես ամեն անգամ որ հիշում եմ այդ բաները ասում եմ, Տեր, ինչ լավ է որ այս բանը կատարվի։ Ինչ լավ որ այս բանը։ Ես ուզում եմ ավելին։ Ես ուզում եմ սրան նմանվեմ։ Ես ուզում եմ դա ավելի շատ տեսնեմ։ Ուրեմն, սիրելիներ, եկեք ուշադրություն դարձնենք վերջի խոսքն եմ կարդում ձեզ համար։ Երբ որ ասում են նմանվեք նրանց հավատքին, Պողոս առաքյալը առաջի Կորինթացիների 11:1-3 խոսքերը շատ ուժեղ բան է բարձրացնում։ Ասում է ինձ նմանող եղեք ինչպես ես էլ Քրիստոսին։ Ինքը ինչ ասում, ինձ նմանող եղեք ինչպես ես էլ Դավիթին, ինչպես ես էլ Հոբին, ինչպես ես էլ Աբրահամին։ Դու կարաս Աբրահամի հավատք ունենաս, բայց ոչ թե Աբրահամին նմանվես։ Դու մեկին ունես նմանվել, դա Քրիստոսն է։ Որտեւ Աբրահամը փափագում էր Քրիստոսին նմանվել։ Իսկ դու փափագում ես Աբրահամին նմանվես։ Այդպես չի։ Ուզում եմ էսի փոխեք ձեր վերաբերմունքի մեջ։ Ինքը Պողոսը շատ կարևոր գաղտնիք է բացում։ Ինձ նմանող եղեք, ոնց որ ես էլ Քրիստոսին։ Այ քեզ համարցակ դիրքորոշում։ Ինձ նմանող եղեք, ոնց որ ես էլ Քրիստոսին։ Մենք ռիսկ չենք անում այդ ձև արտահայտություններ անել։ Գիտեք ինչի՞։ Որտեղ գիտենք, որ մենք չենք նմանվում իրան։ Որտեղ մենք մեր ձևը ունենք, ոչ թե իր ձևը։ Եկեք փոխենք մեր ձևը։ Եկեք իր ձևի հետ գործ բռնենք, լավ, որտեղ այդ ժամանակ շատ զորավոր կլինի, որ մարդուն կարողանաս դու էլ ասես, նմանվի ոնց որ ես եմ նմանում Քրիստոսին։
Էսի շատ կարևոր է։ Ինձ նմանող եղեք, ինչպես ես էլ Քրիստոսին։ Հետո Պողոսը գովում այդ մարդկանց, ասում է, գովում եմ ձեզ, եղբայր, որի իմ ամեն բաները հիշում եք, շեշտում է նույն խոսքերը։ Եկեք տեսնենք ինչ աստ է կատարվում։ Ասում է, որ հիշում եք իմ ամեն բաները։ Հետո ասում է, ինչպես պատվիրեցի ձեզ, այն պատվերները պահեցիք։ Պահում եք, ոչ թե պահեցիք մեկ անգամ, այլ պահում եք, հետևողական։ Հետո ասում է, բայց կամենում եմ, որ դուք գիտենաք, թե ամեն մարդի գլուխը Քրիստոսն է։ Ինչ հայտնություն է բացում։ Ամեն մարդի գլուխը Քրիստոսն է։ Նշանակում է դու ունես հնարավորություն Իրանից այս բաները վերցնես եւ դրան համապատասխան օրինակ դառնաս, որտեւ եթե ինքը էդի ստացել է ու դրանով կիսվում է, ապա բոլորին չի ծածկում էդի ու ասում հազիվ ես մի հատ հայտնություն եմ ստացել, կայնի, թող սաղ ինձանց կախված լինեն։ Չէ, ինքը հայտնությունն է կիսվում, որ մեր ամեն մեկի գլուխը Քրիստոսն է։ Ստե կա ինչ որ մեկը, որի գլուխը Քրիստոսն է։ Էսի շատ լուրջ է։ Արդյոք կարաս հասկանաս այս սկզբունքը։ Նա ասում է հիշեք, նայեք, նմանվեք։ Ու ինքը էսի բարձած ձայնում է։ Ասում է կնկա գլուխը մարդն է, Քրիստոսի գլուխը Աստված է։ Ու այս ամբողջ համակարգը իշխանության այս ամբողջ համակարգը մի նպատակի համար է, որ պաշտպանվի եկեղեցին, որտեղ եկեղեցին իր կառույցով գլուխ չի, եկեղեցին իր կառույցով օգնական է, այս աշխարհի փրկության գործի մեջ, գլուխը Քրիստոսն է, եկեղեցին կինն է, իսկ մենք այս իշխանության մեջ հասկանում ենք, որ չենք կարա ամեն մեկս մեր գլխու լինենք, Քրիստոսը մեր ամեն մեկիս գլուխն է, ուրեմն խոսքը ավարտելով, խնդրում եմ բարձրանանք, Երբ որ հեղինակը Եբրայեցիներ 13:7-8-ում բարձրաձայնում է այս արտահայտությունը, ասելով հիշեցեք ձեր առաջնորդներին, որ Աստծո բանը խոսեցին ձեզ։ Ինքը նկատի ունի համ Հիսուսին, համ էլ են բոլոր մարդկանց, ովքեր Հիսուսին հնազանդ կյանքով զարմանալի գործեր իրականացրեցին։ Հիշեք Աստծո բանը։ Ուշադրություն դարձնենք, որ ասում է նայեք նրանց վարմունքին, վախճանին, որ դուք օրինակը ձեր տեսադաշտից չկորցնեք։ Դուք չեք կարող օրինակ դառնալ, եթե օրինակ չունեք։ Դուք չեք կարող օրինակ դառնալ, եթե Քրիստոսի օրինակը չունեք։ Դուք Քրիստոսի օրինակին հետևելով մենակ կարաք օրինակ դառնաք։ Եվ հետո ասում է նույն նմանող եղեք նրանց հավատքին։ Նրանց հավատքը գերբնական բաներ էր անում։ Ասում է նմանող եղեք, ոնց որ նրանք այդպես էլ դուք։ Ձեր մեջ զորություն կա ու դուք գերբնական բաներ կարաք իրականացնեք։ Ամեն։ Ու այս հողի վրա ասում է, որ Հիսուս Քրիստոսը նույնն է, երեք այսօր եւ հավիտյան։ Այսի նշանակում է, որ Հիսուսը նույն ձևով ներկայի մեջ քեզի օգնելու է։ Ոնց որ անցյալում իրանց օգնե, այդտենց էլ ներկայի մեջ մեզ օգնելու։ Ու նաև ապագայում օգնելու։ Երբեք չնսեմացնեք ձեր ներկայի մեջ իրականությունը։ Այսօր հրաշքի օր է։ Այսօր փոփոխությունների օր է։ Այսօր գերբնական դրսևորումների օր է։ Ինչու՞, որտեղ Հիսուս Քրիստոսը նույնն է երեք այսօր եւ հավիտյան։ Ամեն, ամեն, հիշում ենք ոնց որ ուրիշների համար նմանվում ենք, նայում ենք այդ ամենին, հետևելով նմանվում ենք այդ հավատքին ու այդ կյանքը հարձակվում է։ Հավատում եք հրաշքների։ Հավատում եք, որ Տերը մեր համար այս ամեն ինչ ասում։ Խնդրում եմ բարձրացրա քո ձեռքը։ Հենց հիմա բարձրացրա քո ձեռքը։ Գիտեք, Տերը ուզում է, որ մենք վերցնենք հիմա։ Հենց հիմա վերցնենք։ Հիսուս Տեր ներկա է։ Այն Հիսուսը, որ անցյալում էր, ինքը հիմա ստեղ է։ Ու դու պետք է միշտ հաշվի նստես, որ ինքը ներկա է քո կյանքում։ Դու երբեք ուրիշ մտքերի տեղ չտաս, դու մենակ զարգացրա այդ միտքը, որ ինքը ներկա է քո կյանքում, զարգացրա այդ միտքը, որ ինքը ներկա է քո ընտանիքի մեջ, զարգացրա այդ միտքը, որ ինքը ներկա է քո երեխեքի կյանքում, թեկուզ իրանք դեռ չգիտեն, բայց ինքը ներկա է, դու զարգացրա այս միտքը, որ ինքը ներկա է, որ քո երեխեքը դառնան դեպի այդ իրականությունը, որ քո տան անդամները դառնան դեպի այդ իրականությունը, դու կարաս աղոթես իրանց փրկության համար, բայց իրանք պետքա դառնան այդ իրականության մեջ, եկեք խնդրենք, եկեք բարձրացնենք իրականում, ո Սուրբ Աստված, շնորհակալություն ենք հայտնում, որ դու նույնն ես երեք այսօր եւ հավիտյան։ Շնորհակալություն ենք հայտնում, որ դու տալիս ես այս ուղերձը մեզ, որ մենք կարողանանք իրականում հիշենք քո խոսքերը, այն ամենը, ինչ որ դու ասում ես, որ հիշենք նաեւ
նայենք, հետևենք, ինչպես օրինակ մեր տեսադաշտի մեջ պահենք եւ նաեւ նմանվենք այն զարմանալի բաներին, ինչ որ դու ուզում ես անես մեր յուրաքանչյուրիս միջոցով, որովհետեւ դու նույնն ես երեք այսօր եւ հավիտյան։ Ու դու մեզ պատվեր ես տալիս, որ մենք քեզ նմանվենք, ոնց որ դու այդպես էլ մենք ես աշխարհում, ոնց որ դու այդպես էլ մենք մեր ամեն մի ընթացքի մեջ։ Մենք խնդրում ենք թող քո օգնությունը յուրատուկ ձևով վերցնի ամեն մեկի սիրտը, որ ամեն մեկը քո խոսքերի հետ աշխատելով, քո օրինակին հետևելով եւ քո հավատքի գործը շարունակելով նա քո փառքը հայտնի ամեն տեղ, ամենի մեջ, ամեն ուրեք, որտեղ գալիս է Հիսուսի զորավորանով։ Մենք երկրպագում ենք քեզ, փառաբանում ենք քեզ։ Հենց հիմա նաեւ խնդրում ենք, որ քո հրաշագործ զորություն դիպչի ամեն մի մարմնին։ Նրանք անգամ ովքեր մեզ դիտում են, թող քո գերբնական օգնությունը գա իրանց վրա։ Մենք քանի որ դու նույն ես, հենց հիմա ներկա ես, այս ամեն ինչի մեջ ներկա ես։ Տեր Հիսուս, գիտենք, որ դու նաև հրաշքներ ես անում, որտեղ քո ձեռքը չի կարճացել դրսևորումներ անելու։ Հենց հիմա թող ամեն մեկի մարմնի մեջ քո հրաշքները կատարվեն։ Նրանք ովքեր իրական տկարությունն են իրենց մարմինների մեջ, թող բժշկություն տեղի ունենա։ Հենց հիմա մենք սաստում ենք ամեն հիվանդության ոգուն եւ հրամայում ենք, որ հեռանա յուրաքանչյուրի կյանքից։ Նրանք ովքեր ծանրությունների ու բեռների տակ են, հրամայում ենք, որ այդ բեռները հեռանան։ Ամեն տկարության ոգուն, ամեն մի տանջող, չարչարող ոգուն հրամայում ենք, որ հենց հիմա հեռանա յուրաքանչյուրի կյանքից։ Հիսուսի զորավոր անունով։ Մենք հենց հիմա հռչակում ենք կատարյալ առողջություն։ Նրանք ովքեր ուռուցքներ ունեն, հենց հիմա մենք հրամայում ենք, որ այդ ուռուցքները հեռանան իրենց մարմիններից Հիսուսի զորավոր անունով։ Ամեն մի արյուն, որը իրականում վիրուսներով լցված է եւ կարելի ասել վնասված վիճակում, մենք հենց հիմա հրամայում ենք, որ քո սրբացնող զորությունը անցնի այդ արյան միջով եւ մաքրի այդ արյունը ամեն օտար բաներից։ Սուրբ Աստված, շնորհակալություն ենք հայտնում, որ դու հենց հիմա քո հրաշքը անում ես, որտեղ դու բնակվում ես քո սուրբերի ժողովքի մեջ, ու դու մոտիկ ես յուրաքանչյուրին, ով կանչի քո անունը, նա պետքա փրկվի։ Դրա համար մենք այսօր ազատագրում ենք այդ գերբնական օգնությունը այն մարդկանց համար, ովքեր պետքա ստեղ լինեն, բայց ստեղ չեն, բայց նրանք քո կարիքը ունեն։ Մենք քո հրաշքն ենք կանչում իրանց համար, որ վերականգնվեն ամեն տեսակի օրգանները, որտեղ իրականում քաղցեղի այդ ռակի թեմաներ կան։ Մենք հենց հիմա ասում ենք, որ մաքրվի օրգանները, մաքրվեն ամեն օտարածին բաներից Հիսուսի զորավոր անունով։ Սուրբ Աստված, շնորհակալություն ենք հայտնում, որ դու մեզ չես տվել վախի հոգի, այլ դու տվել ես մեզ զորության, սիրո ու զգաստության հոգի, եւ թող քո հոգու զորությունը յուրահատուկ ձևով վերցնի ամեն մեկի մարմին, ամեն մեկի կյանք, ամեն մեկի տունը։ Ով Սուրբ Աստված, օրհնում ենք քեզ ու փառաբանում ենք քեզ քո հրաշքների համար, որ դու անում ես հենց հիմա, որտեղ դու նույնն ես երեք այսօր եւ հավիտյան։ Թող քո վկայությունների տարափը գա, թող շատ-շատեր արձանագրեն եւ վկայեն, որ դու իրական ես, որ դու գործում ես, որ դու շատ մոտիկ ես յուրաքանչյուրին Հիսուսի զորավոր անունով։ Թող մեր ականջները լսեն շատ վկայություններ։ Ո Սուրբ Աստված, մենք արձակում ենք այդ օգնությունը ամեն մեկի համար Հիսուս Քրիստոսի Նազովրեցու անունով։ Եվ բոլորս ասեցինք